Լավ, այսօրվա մեր փորձը համարենք ավարտված։ Լավ էր, բայց վաղը կարծում եմ ավելի արդյունավետ կլինի։ Իհարկե, կաշխատենք։ Հակոբ Սարգսյան։ Այո, Հակոբ Սարգսյան։ Լսում եմ մեկ այլ Հակոբ Սարգսյանից։ Ի՞նչ։ Հոբո։ Հաջան։ Ստյոպան ներսում պարում է սիրելիս։ Ինչ։ Ինչ սիրելիս, չհասկաց այդ Եվանից։ Միշտ եւ հատկապես ուրբաթ օրերին, այնպես չէ սիրելիս։ Ինչ։ Չէ դուք լրիվ գժվել եք։ Ձեզ շասեցի մի քիչ կխմեք։ Երեխու ծնունդը լրիվ հարամեցիք։ Ոնց որ ծաղրացու լինեք։ Կարող եք գաք ներս մի քիչ երեխեքին ուրախացնեք։ Բա եղավ, բա դա ասելու բան է, Մերի ջան։ Իհարկե ոչ։ Ես ձեր հավեսը չունեմ, հա։ Դու ես երբ փոխվեցիր։ Սրանով է սիրելիս։ Չես խոսում, հա։ Փաստորեն այսօր ձեր Ստյոպայի ծնունդն է։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Կներեք ուղակի ձեզ ներս չեմ կարող թողնել։ Երեխան ֆորմաներից ֆոբիա ունի։ Էլի դու ես ինչ հեքիաթներ ես պատմում։ Հակոբ, դու Մերիի ամուսինը չես։ Այո։ Սենետ կադրիլը չեմ հասկանում, ինչ ես խոսում դու, հա։ Լրիվ գժվել ես։ Ջան, հա, այդ բարեգործական գումարներով այս մեր կենտրոնը կմեծացնենք, սպորտի սենյակները կավելացնենք, լողավազան կսարքենք, ինտերնետը կավելացնենք։ Հա, ճիշտ ես դու, հա, մի հատ լավ ջկուզի։ Ջակուզին մեր սենյակի համար կկացենք։ Հա, կանք ջան, հա։ Չէ, ջան, կոյդ չեմ, հա։ Այս լավ կմեծացնենք այս մեր կենտրոնը։ Հա, այդ գումարներով կարող ենք այդ մուտքի առաջը մի 15 հատ լավ լիմոնի ծառեր տնկենք։ Տարբեր տեսակի լիմոնի ծառեր, Հայաստանից բերված լիմոններ։ Չէ, Հայաստան չկա, Վրաստանից, հա, Իգնի ջան, հա։ Հենց կենտրոն պիտի սարքենք, որ Լոս Անջելեսում number 1։ Հասկացա։ Եղավ։ Ուրիշ։ Բայ Իգնի ջան։ Լսիայ բիձա, ես քեզ արդեն ասեցի, այդ ջակուզին իմ սենյակում պիտի դրվի։ Ոյ կյանք ջան, ախի ես ոնց կարող այդ փողերով ջակուզի սարքեմ քո սենյակի մեջ։ Ուզում ես լայսենսը ձերքիցս վերցնեն։ Վերջ, ես ասեցի։ Ալո, ապեր գուգուշնա, մի հատ հետ զանգ եթե րոպե ունես։ Դա վարագացեմ, ապեր փողը սրանց մոտ է, հետևից մտեք վերցեք։ Արա իմ հետևից չարա, հետևի մուտքից, լավ թող լուսանա նոր եկեք։ Ոնց լուսա արդեն։ Լավ չի ջոգի ապեր, ես տեղ աննկատ կանգնած ձեզ եմ սպասում, մի հատ գազով թանվեք ալ հետդ լավ։ Հենա, տարավ փողերը։ Մեր փողերն է։ Մեր։ Դե բոսերի։ Թես տերատա Բիզունյանի։ Այ բալամ Բիզունյա չի նախ Ծերունյանա, երկրորդ էլ Կասկադյոր Անուշ մտի։ Բայց չի ես։ Բայց չի ոչ դու։
Չնայած պատու անի չափերին նայելով, հա էլի ես պետք է մտնեմ։ Մտի խեղտեցին իցի։ Այ։ Անուշ կանի, այ անուշ եմ կան։ Անուշ։ Աննախադեպ, երկար սպասված, մեծ ու շքեղ մենահամերգ, միակ ու անկրկնելի Թաթա Սիմոնյան։ Լավագույն հիթերը, սիրված հին ու նոր երգերը, Կարեն Սևակ բենդի ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին, երեկոյան 6:30, Ակվա Կալիենտեի շքեղ The Show համերգասրահում։ Բաց չթողնեք այս առիթը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա armticket.com կայքում կամ պարզապես զանգահարելով 323 580 0808։ Երկար սպասված մեծ մենահամերգ Թաթա Սիմոնյան։ LA Beauty Skin Center ամենամեծ բժշկական կենտրոնը Լոս Անջելեսում։ Ավելի քան 13 տարի մենք սպասարկել ենք 150,000 այցելուների եւ իրականացրել մոտ 6 միլիոն էսթետիկ ծառայություններ։ Գերժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով հագեցած մեր կենտրոնները գտնվում են Գլենդելում, Նորթ Հոլիվուդում եւ Փասադենայում։ Մեր թիմը բաղկացած է 120 բարձրակարգ մասնագետներից, ներառյալ բժշկի օգնականներ, բուժքույրեր, լիցենզավորված էսթետիկ բժիշկներ, որոնց գլխավորում է բարձրակարգ մասնագետների մի ողջ խումբ Արման Կարապետյանի գլխավորությամբ։ LA Beauty Skin Center-ն ապահովում է առաջատար էսթետիկ բուժումներ ամենաբարձր որակի չափանիշներին համապատասխան։ Բազմազան կոսմետիկ ներարկումներից բացի մենք առաջարկում ենք ծառայություններ, ինչպիսիք են լազերային մազահեռացումը, Morpheus 8, PicoSure Pro, CO2, IPL, microneedling, Coolton, դաջվածքների հեռացում, դեմքի լիակատար խնամք, քիմիական պիլինգներ եւ այլ ծառայություններ։ Մենք օգտագործում ենք վերջին տեխնոլոգիաներն ու բարձրորակ դեղորայք մեր այցելուներին գեղեցիկ, առողջ եւ երջանիկ դարձնելու համար։ LA Beauty Skin Center։ Բնությունը ձեզ գեղեցիկ է ստեղծել։ Մենք ձեզ կդարձնենք ինքնավստահ։ Ինչ, որտեղ, երբ Palm Springs-ի մոտակայքում, Գարիկի մոտ, տարվա ցանկացած եղանակի, արքայական հանգիստ, բնության գրկում նախատեսված անգամ ամենաբծախնդիր հյուրերի համար։ Եթե հանգիստ, ապա միայն ու միայն Գարիկի մոտ։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ երազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car Դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ ST Market, որտեղ կարող եք գտնել տան համար յուրաքանչյուր ուտելիք եւ տնտեսական ապրանքներ։ Կատնամթերքի, մրգերի, բանջարեղենի, կանաչեղենի մեծ եւ թարմ տեսականներ։ Տեղում պատրաստված համեղ աղցաններ եւ խորտիկներ։ Ձկնեղենի եւ մսեղենի լայն ընտրաններ։ Նաեւ ալկոհոլի լայն տեսականի տարբեր ճաշակի եւ արժեքի։ ST Market, թարմություն եւ որակ յուրաքանչյուր գնումում։ Art Modern Design, ոչ, որակ եւ անհատականություն մեկ տարածքում։ Art Modern Design-ը ստեղծում է լիարժեք անհատականացված միջավայրեր, որոնք զուգակցում են ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնը։ Custom Kitchen, խոհանոցներ, որտեղ պատրաստելը դառնում է հաճույք։ Designer Bars, ստեղծված յուրահատուկ պահերի ու շփման համար։ Luxury Closets, կարգապահություն, որ գեղեցիկ է նայվում։ Գրասենյակային լուծումներ, միջանցքներ, հեռուստացույցի պատեր եւ այլն։ Մեր մոտեցումը պարզ է։ Դուք երազում եք, մենք իրականացնում։ Ձևավորում, որը շարժում է զգացմունքներ։ Art Modern Design։
Art House Baker, սև լավաշ, սև հաց եւ շատ ավելի։ Բացահայտ եք բացառիկ համերի աշխարհը։ Art House Bakery-ում մենք առաջարկում ենք ոչ միայն մշակված մոխիրով պատրաստված սև լավաշ եւ հաց, այլ նաեւ հարուստ ու նրբաճաշակ ընտրանի ամեն ճաշակի համար։ Թարմ թխվածքներ, կրուասաններ, բուլկիներ, քաղցրավենիքներ, եթև եւ նույն բաղադրությամբ։ Բոլոր մեր արտադրանքները պատրաստվում են սիրով, նվիրվածությամբ եւ բնական բաղադրիչներով։ Art House Bakery Ասատրանս, մենք ստեղծում ենք անմոռանալի պահեր, համադրելով ավանդական հայկական խոհանոցն ու ջերմ հյուրընկալությունը, տոնական միջոցառումներ, առօրյա հաճելի եւ համեղ հանգիստ, բացօթյա եւ փակ սրահներ։ Սիրով հրավիրում են բոլորիդ Ասատրանս, 3 սրահների դռները միշտ բաց են ձեր առջև։ Համեցեք։ Երևիս պամքո։ Էսա կտեսնեմ։ Hello։ Ոնց, միջև 60% saving, 25 տարի warranty, 0 down payment, ամեն ինչ էլ handle եք անում իմ տեղը։ Հա, ուզում եմ, բերեք ստորագրեմ պայմանագիրը։ Իմ Solar by Sky Solar Pro։ Solar համակարգեր, տեղադրում եւ սպասարկում։ 818 925 25 26։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Երկար սպասված մենահամերգ հոկտեմբերի 25-ին Արամ MP3 Agua Caliente-ի շքեղ ձայնային եւ լուսային նոր ձևավորումներով The Show համերգասրահում։ Միայն մեկ համերգ, հին ու նոր հիթեր դարձած երգեր։ Այցելեք հենց հիմա armticket.com տոմսերը գնելու եւ լավագույն տեղեր ամրագրելու համար։ Կամ զանգահարեք 323 580 0808 հեռախոսահամարով։ Հանդիպում ենք հոկտեմբերի 25-ին բոլորի կողմից սիրված Agua Caliente-ի The Show համերգասրահում։ Բացառիկ երեկո, սիրված երգեր ու բարձր տրամադրություն։ Աստյուբ ես չհասկացա, չէիր խոսում ռեստորանի բակում, հա? Այդ քննիչները այնտեղ կնոջդ են հարցակնում, դու ինձ տեղ։ Հա, ոստիկանության տարածքում ենք, կապ չունի վերևում թե ներքևում։ Մի րոպե։ Ես նախաբանում ասեմ, որ խմած չեմ եղել։ Ինչ էլ արել եմ, քո համար եմ արել։ Իմ համար? Իմ համար կնոջը սիրելիս ես ասում։ Հա, ասեմ։ Ես քո համար իմ վրա եմ վերցրել Հակոբ Սարգսյան երկրորդի դերը։ Պետրոսյանի մոտ մտել եմ դերի մեջ։ Մերի մոտ էլ ինչ-որ պատմություն հորինեցի Ստյոպանովով երեխայի մասին, որպես մեր սիրո պտուղ։ Ոնց սիրո պտուղ էլ կա, հա? Հա, բայց չգիտես, երեխան դպրոց է գնում արդեն։ Լավ երեխա է։ Ստյոպ, ինչ արել ես, մերսի, շնորհակալ եմ։ Բայց մերի հախորժակ չունենաս։ Չէ, մերի հաստատ չէ, բայց Անին, չէ, Անին հաստատ ինձ շանսատակ անելու ախորժակ ունի։ Այդ մեկը հաստատ։ Քեզ չի սիրում, գիտես, չէ։ Դե։ Ասում այդ ֆերմերը ալաբուլա է երևում։ Հրհադ է սուսախմեր, ինչ ասեմ, այդ ֆերմերի դերը մնացել է վրես։ Այս Ժուժուանան էլ ընդեղ է գնում, գալիս ինձ կպնում, ասում է ֆերմերի կնոջ հետ ես գնում։ Ես չգիտեմ այդ չեղած ֆերմայի որ պատին գլուխը ստամ պրծնեմ։ Լավ։ Նորմալ է, կինա, բա պետք է խանդի, նորություններ է պետք։ Հիմա վերևում երևի ինքն էլ ընդեղ նորություններով կիսվում է։ Հո, բայց ասում կարող է Անին փակեն մի քանի օր հանգստանաս։ Չէ, ախպեր թոգայիշնի տանեմ տուն գնամ մերի մոտ, տեսա փոթորիկա բարձրանալու։ Տենաս ես ոստիկանությունում բուֆետ կա։ Դժվար, նոր չկերար։ Աստե ոնց է չլնի կլնի է բուֆետ։ Վայ, ես ինչ լավ աղջիկ ես դու։ Հին դու ուրախություն ես ապահովվածը։ Դու ինչ շուշուտ չես գալիս մեր բաժին։ Կնստենք, կխոսենք, լայքեր կտնենք, կոմենտներ կգրենք։ Կնոջս։ Սպասի հեսա կնոջդ էլի կոմենտ եմ։ Այ այս նկարի տակ կգրեմ գեղեցկուհի ու նրբաճաշակ։ Իսկական հայուհի ծիտ։
Կինը շատ է սիրում, որ իրան ծիտ են ասում։ Դե զգում եմ էլի։ Հա, կզգաս, բա ինչ կանես։ Ծիտը ծտի լեզուն լավ հասկանում։ Լավ, Մեղադրյալ ջան, մի բան կգրես, հա, ոստիկանապետի կինը էլի։ Կգրեմ այս սենց պետքա լինի, իսկական ոստիկանապետի իսկական կինը։ Պետրոսյան, Գրիգորյան, ներսեք։ Ես ուղղակի զարմանում եմ, այս կարգին աղջկան ինչու եք բերել բաժանմունք, հա։ Այսինքն, կարգին աղջկան ոչ թե բերում են բաժին, այլ տանում են տուն։ Բայց ոչինչ որ սառը զենքով հարվածեց ֆերմերի գլխին։ Դու ձեր գլխին պիտի խփեր։ Երկուսիդ էլ նկատողություն, վերջ։ Կներես սիրունես, դու ազատ ես։ Հիմա ինձ ասեք, ինչի եք բերել ես աղջկան էստեղ, հա։ Ով ես։ Իրար ասա պետ ջան, բոլորը դու իր։ Ես ամենասկզբից ասեցի Պետրոսյան, ստոպ։ Այս աղջկան մենք չենք տանում բաժին։ Չէ, ոնց կլինի։ Մի րոպե։ Դրանից առաջ դու ասացիր, ասիր տանենք բաժին, թող շեֆը մի հատ հետը խոսա, հետո կիմանանք ինչ ենք անում։ Աչքից մեջ Մաշտես բան, ամեն անգամ դու բան ասում ես։ Չեսեք։ Ասա։ Նստեք։ Դա ասում նստեք։ Ռադեղեք։ Կուտարեք, գործեք եք եստերի, ռադեր թաշեք, վերջ։ Չուտարեք։ Դեպի բրդյալը։ Չգիտեմ, սխալի հարցից ավելի շատ եմ ականքանցում է դիվանավիտական համենումից։ Դիգլյանին է, ինչ ասեմ։ Դե վազում է, խախում է, ոնց որ հարատվի մասնաց։ Մասա? Ապա ինչ։ Հողար մարսի արա։ Դիգլանուի, ինչ է եղել։ Բոս ջան։ Մի հատ միտեղ կանգնի հանգստացի հիմա։ Մի հատ քրտինքդ մաքրի, մի բաժակ ջուր խմի։ Դու մեր ամենաթանկ ակտիվն ես։ Մենք այդ մարդուն գտանք։ Հա, հենա պոչին նստած ենք։ Իմ ներսի կենթանին ասում է, որ մենք հաղթելու ենք։ Դիգլանուի ում պոչին է։ Մի հատ նորմալ մարդավարի բացատրի բան հասկանում։ Տղեկ ես ասել եմ կենթանու հետևի։ Դու չգիտես, որ մեր մոտ ժամանակավորապես անջատած է հումորի զգացումը։ Ճիշտ ասած, Անոշի ոտքը ջարդեցինք, բայց այդ կարևոր չի։ Կարևորը որ դրա պոչին նստած ենք։ Բոս ջան, հա։ Հեսա մի հատ շուրտամ, դու տես ոնց հայրան կոտորում։ Ես ոնց հայ է։ Հլո։ Տեսում ես բոս։ Հա։ Տեսում ես։ Վայ, այ։ Տենում եմ։ Լսի բոս դրա ժամանակը չի, հա։ Վայ, լավ, հետո կզանգեմ։ Հենց գտանք վերցրեցինք, ես կզանգեմ։ Okay, բոս։ Դիգլանուի։ Ընկերները ժամանեցին։ Ես ուրեք ու ձեր հետ ինչ հա կատարվեր։ Կյանքս փրկվեց։ Ռեստորանի բակում մի հատ հիմար, մի հատ խելագարը որ է, մի հատ հիստերիկ աննորմալ։ Հետո վարձակվեց վրես։ Չոսում։ Կարաս պետք հանգստանաս, հասկացանք։ Մի խոսքով կյանքս փրկեցինք եկանք, Մերի ջան։ Հա, կյանքս, բա շունգել ընկերս է, ոչ էի թողելու սպանեին։ Փրկեցինք եկանք։ Ցնդելույա, լսի դուք
լրիվ գրիմ եղբայրներն եք ու հեքիաթներ եք հորինում։ Լրիվ ճիշտ եմ ասում։ Մեզ քիչ էր մնում քաշեին շշին դնեին կարակին, ու այդ ժամանակ ոչ թե գրիմ եղբայրներն են լինելու, այլ գրիլ եղբայրները։ Լսի, քո այս Ստյոպի հետ ինչ-որ բան կատարվում է։ Լսի, Ստյոպ, դու ինչ-որ դեր ես փորձում։ Չէ, Մերի ջան, ինչ դեր, ես ըսկի մեր ընտանիքում դեր չեմ ունեցել։ Ուֆ, տեսնում ես, որ ասում եմ, ես գնացի քնելու, դուք հաստատ խմած եք։ Էս հովանավորինն է։ Կեր։ Լավն է։ Երկար սպասված մենահամերգ հոկտեմբերի 25-ին Արամ MP3 Ագուակալենտեի շքեղ ձայնային եւ լուսային նոր ձևավորումներով դշոու համերգասրահում։ Միայն մեկ համերգ, հին ու նոր հիթեր դարձած երգեր։ Այցելեք հենց հիմա armticket.com տոմսերը գնելու եւ լավագույն տեղեր ամրագրելու համար։ Կամ զանգահարեք 323 580 0808 հեռախոսահամարով։ Հանդիպում ենք հոկտեմբերի 25-ին բոլորի կողմից սիրված Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Բացառիկ երեկո, սիրված երգեր ու բարձր տրամադրություն։ Դոկտոժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Բարի գալուս մեր մանկապարտեզ։ Այստեղ յուրաքանչյուր փոքրիկ ստանում է սեր, հոգատարություն եւ գիտելիքներ։ Մեր փորձառու դաստիարակները ստեղծում են ապահով միջավայր, որտեղ երեխաները խաղալով սովորում են, զարգացնում երևակայությունը։ Մեր մանկապարտեզը ապահովում է անվտանգ տարածք, առողջ սնունդ եւ անհատական ուշադրություն յուրաքանչյուր փոքրիկին։ Մենք դառնում ենք այն տեղը, որտեղ երեխաները երջանիկ են, իսկ ծնողները հանգիստ։ Jazz Marketing Services։ Մենք օգնում ենք բժշկական եւ գեղեցկության ոլորտի մասնագետներին հայլել թվային ռազմավարությունների, սոցիալական մեդիայի, գովազդի, CEO-ի եւ տպագիր նյութերի միջոցով։ Մեր ռազմավարությունները բերում են նոր հաճախորդներ, ստեղծում հավատարմություն եւ մեծացնում ձեր համբավը։ Այցելեք jazzmarketingservices.com այսօր, դրանցվեք եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Jazz Marketing Services։ Այնտեղ, որտեղ առողջությունը հանդիպում է գեղեցկությանը։ Վաղուց հայտնի դարձած մամս լավաշը արդեն ունի նոր հասցե Գլենդելում։ Ճաշակեք ամենանուրբ լավաշները խրթխրթան սև հացը անմիջապես ջեռոցից։ Մեզ մոտ կգտնեք ամեն ինչ՝ վրացական թոնրի հացից, կիսաֆաբրիկատներից մինչև ավանդական փախլավա։ Համեցեք Գերիս Mom's Bakery։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Լավաշ, բարբիքյու, համ եւ որակ։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Ինչ
Ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հերատիկո, հողերը ձերը գնաց։ Դե քեզ տեսեմ, անուշ կասկածյոր գնա հետևից։ Հողերը վերցրու, ուր ուզում ես հող գնա, մեզի հետ պետք չի։ Սպասի, ես էլ եմ գալիս։ Պաստորեն, դուք նաև ստեղ եք։ Հա, մենք ընկերացել ենք եկել է մեր տուն։ Պաստորեն, 2 Հակոբ Սարգսյան, 2 տաքսու վարորդ, 2-ն էլ գլխի վնասվածքով, սենց ման 1000-ից մեկ ալնում։ Ուղղակի անհավատալի է, բայց 1000-ից մեկ չէ, 1000-ից 2։ Ինչ ասիր։ Շնորհակալ եմ։ Ինձ համար ամեն ինչ հասկանալի է։ Երկրորդ Հակոբ Սարգսյանի գոյությունը բացատրում է հիվանդանոցում տեղի ունեցած թուրիմացությունը։ Բրավո։ Ուրեմն գնալը դլնի գալը չլնի։ Անիծում ես։ Չէ, ցավթամի չեմ անիծում։ Ասում եմ երևի ոստիկանապետ տան, պաշտոնատ բարձրացնեն, որ սես մանր հարցերով էլ քեզ չվազացնեն, էլի։ Մի րոպե։ Հակոբ երկրորդ։ Անցած սերիայում ես ձեզ շատ վատ դրության մեջ տրեցի։ Խնդրում եմ, ներեք ինձ։ Վայ, ինչ եք ասում, ոչինչ կպատահի, համ էլ մի հետաքրքրիչ ինչա, որ ես չներեմ։ Ինչ է։ Ոնց, չգիտես։ Նա Տիկին Սարգսյանի հետ, այսինքն Մերիի հետ, անկողին էր ուզում մտնել։ Բանը, անկողին։ Հակոբ առաջին անտեղյակ։ Դուք որպես տղամարդ պետք է իմանաք, որ կանանց եւ տղամարդկանց պատերազմների հաշտության պայմանագիրը կնքվում է անկողնում։ Հակոբ երկրորդ կրկոտասեր։ Կնքեցիք այդ պայմանագիրը։ Կնքեցիք։ Խոսա, մենակ մեկ ենք, մարդ չկա։ Մի խոսքով հաշտվել ենք, ամեն ինչ կարգին է։ Դրա կարգինը ո՞րն է։ Որդու ասեց էլի, մի հատ էլ կրկնի։ Ուֆ։ Մի հատ կարակ վերջտակես ամեն ինչ։ Դու տղա չես։ Հա, բայց ինչ կապ ունի։
Միշել բարի օր։ Բարև բարոն Գրիգորյան։ Ոնց ես։ Լավ, դու ինչպես ես։ Լավ, մերսի։ Դեղերս պատրաստ են, չէ։ Այո, պատրաստ եմ։ Դեր։ Բրավ մեծ է։ Պապան ոնց է։ Լավ։ Կբարևես։ Լավ։ Այդպես։ Խնդրեմ կարող եք նստել։ Շատ շնորհակալություն։ Դե, ինչպես ասեցի, ես լրագրող, հաղորդավարուհի, ապագա դերասանուհի եւ բլոգեր։ Ես էլ գրող եմ։ Ավելի ճիշտ էրոտիկ գրող։ Ես գիտեի, որ մի օր կգաք ու ինձ հետ կուզեք ծանոթանալ։ Ինչպես ասում էր տատս, տաշած քարը գետնին չի մնում։ Մի օր մեկը վերցնում է գնում։ Դե, այդ հաստատ։ Շատ ուրախ եմ, որ եկաք ծանոթանալու։ Թեյ, սուրճ, մամզիկաթա, գուցե էրոտիկ տողեր։ Նա մոտեցավ այնքան մոտ, որ ես կարող էի զգալ նրա սրտի փոթորկալից զարկերը։ Կարծես մի փոքրիկ հեծանի վեր վազում կրծքավանդակիս մեջ։ Մեր մարմիններն այնքան մոտ էին, ինչպես մագնիս։ Մեր հոգիները իրար էին ձգում երկաթե փոշիների պես անդիմադրելիորեն։ Ասա։ Դե կասեմ, որ ձեզ պետք է կամ ամուսին, կամ էլ տղամարդ։ Բայց ինձ ինչ ա եղել, որ ես ամուսին էլ ունեմ, տղամարդ էլ։ Երկուսից էլ ունեք։ Չէ, երկուսն էլ նույն մարդն է։ Անունն էլ Հակոբ։ Ոչ գրքային Հոպո։ Այդ մարդն էլ երևի ամբողջ օրը ձեր նովելներն է, չէ՞ կարդում։ Մի բան ասեմ, բայց չհրաբարակես։ Ինքը չի գիտի, որ ես գրում եմ։ Ինքը տաքսիստ առաքիչ է աշխատում։ Իսկ գիշերներն էլ մոտս։ Այդ արդեն հասկացա, այդ չի այդքան առաքիչ։ Ձեզ երևի դուր կգա իմ գրքի 89-րդ էջը։ Չէ։ Լավ է։ Թողեք, ես ուզում եմ անակնկալի գամ։ Ինքս կկարդամ, կհասնեմ 89-րդ էջը, դուք ոչ մի բան էլ մի պատմեք։ Ավելի լավ է մենք խոսենք մի քիչ ուրիշ թեմաներով։ Օրինակ, ձեր ամուսնու մասին։ Հոպոս մի ազնվագույն էակ է, ինչպես ազնիվ մետաղ։ Բա նրա շնորհքը, նրա կուլտուրան, նրա չուզողությունը։ Չուզողությունը։ Դե հա էլի, չի ուզում իմ հետ վատ բան պատահի։ Հա, չուզողությունը։ Ամեն ինչ պարզ է։ Ձեր ամուսինը ոսկի տղամարդ է։ Ոսկի տղամարդ։ Ոսկի ինչպես մի մետաղ, ազնվագույն մի էակ։ Լավ է։ Անկեղծ է, լավ է։ Աննախադեպ, երկար սպասված, մեծ ու շքեղ մենահամերգ, միակ ու անկրկնելի Թաթա Սիմոնյան։ Լավագույն հիթերը, սիրված հին ու նոր երգերը, Կարեն Սևակ բենդի ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին, երեկոյան 6:30, Ակվա Կալիենտեի շքեղ The Show համերգասրահում։ Բաց չթողնեք այս առիթը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա armticket.com կայքում կամ պարզապես զանգահարելով 323 580 0808։ Երկար սպասված մեծ մենահամերգ Թաթա Սիմոնյան։ ԱՄՆ-ից Հայաստան եւ Հայաստանից ԱՄՆ, օդային եւ ծովային բեռնափոխադրում, փոխադրման ճշգրիտ ժամկետներ, մատչելի արժեքներ, անվտանգ փոխադրում։ Ship to Art։ Այս բարոսիում օծի ձուել ուզես կճարեն կտան։ Չէ, հա։ Ինձ օթանավի թևի տակի կաթիլներից կտակ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձերը որ օթանավներ։ Boeing 747-ը, stick shift-ը։ Երեքական կաթիլ թռիչքից առաջ եւ հետո։ Դե ես թռա։ Ոելի։
լավաշ, բարբիքյու, համ եւ որակ։ Թարմ հատապտուղներ առանց ավելորդ հոգսի։ Մենք կբերենք ամենաթարմ հատապտուղները ուղիղ ձեր տուն, առանց delivery charge-ի։ Classic Box շաբաթական $26, Premium Box շաբաթական $35, Family Box շաբաթական $45։ Եվ ասեմ, որ կարող եք նաև կազմակերպել ձեր սեփական box-ը, ընտրելով միայն այն, ինչ սիրում եք։ Gringo Produce։ Երրորդ մասի ղավս, Երևանի շունչը Գլենդելում։ Մենք կատարում ենք նաև առաքում։ M&M Modern House։ Կառուցեք կամ վերանորոգեք ձեր տունը մեզ հետ միասին։ Աննախադեպ, երկար սպասված, մեծ ու շքեղ մենահամերգ, միակ ու անկրկնելի Թաթա Սիմոնյան։ Լավագույն հիթերը, սիրված հին ու նոր երգերը, Կարեն Սևակ բենդի ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին, երեկոյան 6:30, Ակվա Կալիենտեի շքեղ The Show համերգասրահում։ Բաց չթողնեք այս առիթը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա armticket.com կայքում կամ պարզապես զանգահարելով 323 580 0808։ Երկար սպասված մեծ մենահամերգ Թաթա Սիմոնյան։ Ես բան, շուրջս կտրվավ, վայ չեք պատկերացնի, ինչ հետաքրքիր է, ոնց որ կինոյում լինեն, ուրեմն իրանք սեց հետապնդում են, մենք սեց հետապնդում են, մի խոսքով, մեկ էլ տեսնեմ, այս ժողովուրդը կանգնած փողոցներում ու մեզ անայում, նենց հետաքրքիր կինո է, չես պատկերացնի։ Հա, ճիշտ ասես։ Ինչ կինո։ Այ քաչալ։ Ուրա փողերես։ Գնա փողերես, բեր շուտ արա։ Համբերությունս արդեն հատում է։ Հատել։ Ինչով ես ուզում սրանց հատեմ, բոս։ Չէ, ժողովուրդ ջան, ինչ հատել, ինչ բան։ Մեր փողերը մի հատ մեքենա տարավ, վրան գրած էր US car։ Մեր փողերը այդ մեքենայի մեջ է։ Այն իմ ասած հասցեից 518 East Valencia։ Հեսա ճշտ է։ Կվարևես մամային։ Շեր ջան, այն որ ասեցի մեր փողերը նկատի ունեի քո փողերը, էլի։ Ասում եմ ճիշտ են էլի ասում սրանք։ US car-ի մեքենա է եղել ու Հակոբանով առաքիչ։ Մաման ասեց։ Վայ! Տեսան, որ ասում եմ, այդ առաքիչ այդ Հակոբն է, այդ նույն Հակոբն է։ Ես չեմ հասկանում։ Այս Լոս Անջելեսում բացի հայերից ուրիշ առաքիչ չկա։ Հերիքա խոսած այ քաչալ։ Գնա դավայ, գնա առաքիչին գտի։ Գնում ենք, արի։ Շուտ արա։ Դու էլ լին ասա թող եմ մեջքը չտստի։ Այդպես, կողքերը չնայելով, խոնար հարսի պես, Հակոբս գնում է գործի, գալիս է։ Դե կողքերը չնայելու պատճառով մի երկու անգամ լավ ակսիդան ունեցավ, բայց ոչինչ, դիմեցին Գոր Մնացականյանի լո գրուպին, ամեն ինչ ընկավ տեղը։ Մի խոսքով, Հակոբս սուրբ հանձնավորություն է, սուրբ տղամարդ։ Կներեք իհարկե, բայց մի հատ խնդրում եմ կնայեք, սա ձեր ասած Հակոբը չէ, ավելի ճիշտ Սուրբ Հակոբը չէ։ Մի րոպե, ես այս կնոջը ճանաչում եմ։ Էս իմ անծանոթ ընկերուհին է։ Չէ, թե ինքը չի։
Էս էլ Հակոբսա։ Չէ, ինքը չի, թե ինքն է։